Խնդիրը նրանում էր, որ 59 ավտոբուսը երկար ժամանակ աշխատում էր Քասախ համայնքում, որոշեցին, որ 59 համայնքը պետքա չբարձրանա Քասախ համայնք, քանի որ թազա գազելներ կային, որոշ խնդիրներ եղավ, խոստացան սրանից առաջ, որ 276 համարի մարշրուտկան կապահովի 59-ը ինչքան ժամանակ աշխատի, այդքան ժամանակ նաև կաշխատի դա չապահովեցին, երկրորդը ասել էին, որ կապահովեն նաև, որ անվճար կբարձրանա կամ կիշնի 276-ը մինչև 59-ի ավտոբուսի մոտ, այդ խնդիրն էլ իրանք չապահովեցին, նաև խոստացան մեզ, որ կապահովեն անցումի բարեկարգումը եւ որ խոչընդոտ մարդիկ կարողանային անցնեին մայրուղին, դա էլ չապահովեցին ու դրա համար հիմա խնդիրը բարձրացել է, հասունացել է, մինչև այսպիսի դեպքեր չի լինում, մեր խնդրին լուծում չեն տալիս մեր ղեկավարությունը։ Նախորդ անգամ երբ գյուղի տարածքում էիք հավաքվել, քննարկվում էր, մի քանի առաջարկներ եւ պետք է մարզպետին ներկայացվեր։ Հանդիպումը կայացել է մարզպետի հետ, ինչ է ասել։ Մարզպետի հետ հանդիպում եղել է, բայց իրանց խոստացածներից գրեթե ոչինչ չի կատարվել։ Բացի այդ նշում եք այստեղ անվտանգային։ Այո, նախորդ անգամ ես նշել էի, որ անվտանգության խնդիր ունեի, խնդրել էի, որ այդ հարցի վրա ուշադրություն դարձնեին, բայց ոչ մի ուշադրություն, այսինքն իրանք անվտանգություն չեն ապահովում ու խոչընդոտ են առաջացնում մարդկանց երթևեկությանը։ Նկատի ունեք Անցում գծանշումը բացի անցում կա, որը որ ոչ բարեկարգ վիճակում է, ոչ մեկ չի կարող ընդեր։ Խնդրեմ նաև դա նկարեիք ու ցույց տայիք։ Չէ, մոտիկ է, ուղղակի ոստիկանները այս բանի մեջ չեն թողում մոտիկանանք, դուք կարող եք գնալ նկարեք։ Ցանկացել եք ձեր ակցիան իրականացնել, բայց ժողովրդավար երկրում Դե ժողովրդավար երկրում, քանի որ ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, որովհետև ես ուզում եմ անվտանգ երթևեկեմ, որը հնարավոր չի։ 10 թվականին կարողանում էին ճանապարհ փակել, հիմա ասում են ժողովրդավարությունը չեք կարող։ Այդ դեպքում բայց ժողովրդավարը ձևով իրանք չէ եկան իշխանությանը։ Թող նույն ժողովրդավար ձևով նաև ժողովրդին լսելի լինեն իրանք, այսինքն որ ժողովուրդը խնդիր ունի, կարողանան լսել նաև իրանք ժողովրդին ու փորձեն ժողովրդի խնդիրներին լուծում տալ, որը որ այնպիսի բան չենք ուզում մենք, որը որ չիրականացվող, անիրականալի բան չենք մենք ուզում իրանցից։ Սա պրոստո անթողություն է ղեկավարության կողմից։ Ես բնակվում եմ 77 թվից, այն ժամանակ էլ սովետի ժամանակը էլ ավտոբուսը գործել է միջև ձկան խանութ։ Բայց դրանից հետո վլաստ փոխվեց, Գալուս Սահակյանը գիծը վերցրեց, այդ ժամանակ էլ չնայած բանը շահել էր Ծառուկյանը, բայց չկարած վրենեց գիծը իրան վերցնի, նորից վլաստը փոխվավ, վերցրեց իրան ու ժողովրդին ոչ մի բանի տեղ չդնել է։ Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն այս տրանսպորտային միջոցները, հա, վերցրեց իր վրա, չհաշվելով, որ միջև այդ ինքը շահած է եղել, ինչի այդ ժամանակ չէր կարող, որովհետև Գալուս Սահակյանի գիծն էր։ Եվ հիմա որպես բնակիչ ինչ դժվարություններ է ձեզ համար առաջացել։ Ոտքով եք բարձրանում, կրկնակի եք վճարում, երկու ավտոբուս եք փոխում։ Նախ ես թոշակառու եմ, MVD աշխատող եմ, եղել 21 տարի է թոշակառու եմ։ Կրկնակի ծախս առնում, բայց կրկնակի ծախս դա մի հոգու համար, եթե ընտանիքում շատ մարդ կա, ավելի շատ մեծ դժվարություններ է, հիմա մարդկանց վիճակը շատ ծանր է, ամեն մի դրամն էլ նշանակություն ունի։ Պրոստո մեր պահանջն է, որ ավտոբուսը բարձրանա կենտրոն։ Ձեր պահանջը լսելի կլինի, ընդառաջ կգնան, քանի որ տևական ժամանակ է դուք բարձրաձայնում եք այս խնդիրը։ Ես չեմ կարծում, որ նրանք այս ղեկավարությունը ընդառաջ կեթա առանց այս դիմադրությունների։ Հնարավոր է այս վիճակով լուծվի, որովհետև իրանք էլ անցան պաշտոնի այս նույն եղանակով։ Այս նույն եղանակով իրանք անցան։ Ճանապարհ փակելով նկատում եք։ Այո, ճանապարհն էլ։ Ինչու հիմա չեք կարողանում փակել ճանապարհը։ Հիմա մենք իրանց մակարդակին չենք բարձրանում, որ փակենք, որովհետև շատ մարդկանց կարող է խանգարի։ Միակ բանը է դա։